Այս պեչատները, որ սենց անում ենք, որ անցած անգամ բաննա, այս էլ դնում ենք սենց, որ հանգարց մարդ ես Բեմի չալաղաջը ուզեն վրեն պեչատը չլնի, ասենք, որ վրից հանել ենք, էլի դաժը։ Նոր տարվա նախաշեմին այցելելով Գումի շուկա մենք հանդիպեցինք մսավաճառ Սևակ Պետրոսյանին, նա էլ մեզ ծանոթացրեց շուկայի անցուդարձին, նշելով, որ տարվա այս ժամանակահատվածում շուկան սովորականից քիչ ավելի մարդաշատ է լինում։ Այսինքն ռուլետներ ենք սարքելու, շեյքեկներ, այս չալաղաջը մատերով է, սենց նայեմ, հագուր, սիրուն, տեղական մսով, սիրուն սարքելու ենք, հեսա փաթաթ ենք, որ դան արդեն տանեն նոր տարվա պատրաստությունը տենան այս տարվա։ Դե պատվերներ ստացել եք, թե կարելի է։ Շատ։ Դաժե կարողա չկարենանք հասցնենք։ Կիլոն ինչ։ Հանդի կիլանոց է։ Էդի ծախած է էդի։ Ընդեղ ունեմ 9-10 կիլանոց վդեր են, եթե ուզում եք 7 կիլո, 6 կիլո բուտ կա։ 6 կիլո, 7 կիլո չէ, այս թևը կա։ Նա ինքը Բայց լավն է։ 6 կիլո հավորա 6 կիլո ուշում, 12000 փող կտաս։ 2000 դրամով էլ հաշվեմ, 220 դրագրողները ստեն, դա Երևան եմ տանի։ ապրես։ Հա, սա չեմ արել։ Ստե պետք է մեջի ոսկորը Մենք մաքրենք, սիրուն, դապատկեն հանենք, տանք, որ տանեն մեր հաճախորդները, ես մեր լավ մսերից տանեն բան անեն, նոր տարվան դնեն սեղան։ Ես իրան կարողա չիմանան, ես խուլերը, մուլերը, սաղ մաքրում ենք ակուրատնի, նայ, եսի մուլը բերում ստե, աղբերս, նայ, ես խուլեր, մուլերը հանում եմ, ինչա որ ժողովորդը չտանեն, հեսար, հա, կասես, քուրը կասես ես իմ խոզի թիակնա։ Մսավաճառը իհարկե չի դժգոհում, բայց եւ այնպես չի էլ կարող չնկատել տարեստարի մարդկանց նվազող հոսքը։ Կամ խանութներ են շատ բացվում, ասենք հայատները չեն գալի, էլի շուկա, դրա համար էլ ոնց որ ստե ու հոսքն կա պակասում։ Ինչքան շատ խանութ է քաղաքում բացում, այնքան մարդիկ քիչ են գալի, էլի ստե։ Գների թանկացումը շղթայված է, կան հաճախորդներ, որ ըմբռնումով են մոտենում, կան հաճախորդներ, որ նախընտրում են չգալ կամ ավելի ուշ գալ։ Մի քիչ թանկ է համեմատած, անցած տարվանից ասենք բիրիքի գինը մի 500 դրամ տարբերություն է տալի, 5-600 դրամ թանկ է անցած տարվա համեմատ։ Ասենք 80 կիլանոց ուրիշ գինա, 40 կիլանոց ուրիշ գինա։ Դենի արդում են 500 դրամ էժան, բուտնել 500 դրամ էժան են ծախում, արդում ես թանկով 500 դրամ է թանկ ես ծախում, նույնն է։ 2200 դրամ թևերն է, խոզի, 2000 դրամով էլ ենք տալի, ինձ չի որ 2800-3000 դրամ բդերն է, չալաղաժները 3800 դրամ է, Չալաղաժները 3800 դրամ է մատերիա, տավարի միսն էլ 3600 դրամ է, սալը 2000 դրամ է արդեն, այսինքն դա ընտիր էր ինջի միսա, որ տանում ես, ես կոֆեի է տեփում է դաժե։ Գյուղացուն քաղաքում իրացնողից կտրելը իհարկե ողջունելի չէ մսավաճառների համար, ըստ նրանց այդպես հավելյալ մսի գինն է թանկանում, բացի դա էլ կենդանուն սպանդանոց տանելով միսը փոքր-ինչ կորցնում է իր որակը, բայց կարգ է, սահմանել են պիտի ամեն ինչ կարգով օրենքով անեն, ասում են մեր աղբերներն են դարձել, ամեն ամիս սպասում ենք նրանց, հատկապես տարեվերջին։ Մեզ իսա սպանդանոցից է գալի, ամեն օր զակազը տալիս ենք, ամեն օր բերում են ես սպանդանոցային, եսի կնիկն է, եսի պեչատն է, եսի էլ բդիվրինն է, ինադու ասում եմ տակը խփեն, որ ուղղակի մարդիկ, որ բան չլնի, էլի, վրեն սիրուն չես, կլպում են, հետո արդեն միսն է տակի ծերում, նոր տարվա բուդը տեսքի ծնգնում է, դրա համար սենց սաղ տակերն են խփ, ավելի որակով են տունը մորթում, քան ստեղ սպանդանոցում, հետի 100% է Բայց դե որ իմի սպանդանոցից են բերում են իմի, բդի մորթողը լավ է, սպանդանոցը կապ չունի։ Իսկ տարբերություն կա մորթողի։ Հա, բա ոնց չկա, իմի ինչ մեկը վեկալի սենց դանակով քրքրի ինչ սենց գլատկի սիրուն են մի։ Լստեղ սրա գլատկիություն, հելը, նայ, ոպս, նայ, ոնց որ դանակ կապած չլնի։ Իսկ են դե բերում է սենց ճղրտած, մղրտած, դե սպանդանոց կա շատ են քրքրում, եսի լավ տեղից են բերում։ Մեր սպանդանոցը լավն է։ Մսավաճառ Պետրոսյանը այս տարի նորամուծություն է ուզում ընդգրկել իր աշխատանքում, հաճախորդներին ավելի գոհացնելու համար նոր բաղադրատոմսով է ներկայանալու, որպեսզի մեր ասածը ավելի պատկերավոր լինի, հաճախորդի համար մսավաճառ Պետրոսյանը անվճար պատրաստեց, մեզ բոլորիս էլ ցուցադրելով պատրաստման ողջ ընթացքը։ Կարամ եսի մի հատ շուտ մեր ձևով մի հատ ռուլետ սարքեմ մեր կողմից, իր չամանով բանով սարքեմ, տամ տանես նոր տարվան էլի 12000-ն ես տալու, լստեն է։
Շատ ուժեղ համեմունքներ, հա, հեսա ցույց կտա մնացածն Ձեր բաղադրատոմսն է ոնց է։ թակավորական ռուլետները խի դուք չեք իմանում, արդեն 6 տարի կա։ Ստո։ Նա դուրջը ոնց է։ Շատ լավ։ Սա ամեն մարդու սրտով Աստված իրան տանուս է։ Ինչքան մարդ կյանքում բարի է ալնում, այնքան Աստված իր դեմը բերում է։ Էմի այս մարդը լավ մարդ է։ Աստված դեմը բերել է, ախպեջան, եկել է։ Կոշտի ժամանակին։ Մեր հաճախորդի համար ծրի եք պատրաստում, բայց ինչքան եք գնահատում ձեր այդ Դա աշխատանքը։ արդեն հələ չեմ որոշել հələ այս տարի։ Հետո որ գաս, ասեմ։ Դեմի թաքուն եմ պահում, հələ որ գինը։ Լավ ախպեր։ Եղեցկությունն է։ Մամուղալում 3-4-5-6 թելով եմ կապում էլ, ես էլ իրան ազան չենին ուները նայ է, ոնց է, ոմվա չէ, ես իստ է, Դեն հատիկներն ուր է, մեր, ես իստ է, ես իստ է, Эти ոչ միայն պղպեղնա, բարը, վեդո, բարը։ Բավոր ձեր չտան չնալացել, ես նայալա։ Ձեր։ Ես տորոսում է կարում են ասին, դիք համեք պսալ Սիստե, լսակ ինչ է, վեսյան այսից։ Ես սենց սիրուն խաթատում տալիս ենք, որ տանեն ժողովուրդը դնեն մարազիրկեն, չէ, ասենք մարազիրկի համը չկպնի, էլի մսին, հետո որ դնեն դուխով կեն արդեն, որ խալաձենիկի համը եկավ, համով չլավ, ասել են սևակներ մեղավոր, դրա համար սենց սիրուն վակում անում ենք, ակուրատնի, տալիս ենք, տանում են մարդիկ։ Ես իմի ոնց դնես մարազիրկեն, ըտենց էլ պտի հանեն։ Ես սիրում սենց այսենց, անելու է դնում մարազիրկի մեջ է, հետո հանում ես, ընդ որ վիդեոն լինի, արդեն ես ասում եմ, մարազիրկից հանում ես, մի օր մնում ան, նոր հետո սկսում ես գործընթացը, նա ծելապում բերմեց։ Գոհ է հաճախորդը, ասում է մի անգամ ամուսնուս փոխարեն եկա միս գնելու, տեսեք ինչ միս եմ տանում, աղով, համեմունքներով համեմած, ամեն ինչը տեղը տեղին պատրաստած, դնես ջեռոց հանես, վայելես, ասում է հաճախորդը։ Անուշ պիտի, ուրախ նոր տարի ձեզի, լավնեք, առողջնեք, լավ նոր տարիներ։ Տարի խաղաղության տարիներին, խաղաղ լինի։